Հրապարակ օրաթերթը գրում է, 3 խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխան անսպասելի եւ դրամատիկ ընթացք ստացավ, այնտեղից բառացիորեն մի քանի րոպե եւ կարող էր դառնալ ՔՊ-ի, Փաշինյանի ու ՔՊԱ-ական իշխանության փառաբանման ցերեկույթ, եթե վերջինս հավես ունենար ու ընթացք տար, քանիցս բեմականացված սցենարին։ Անդիմադիրները վերջին մի քանի նիստերի պես բոյկոտել էին հարցուպատասխանը, նրանք մեր տեղեկություններով չեն պատրաստվում, մինչև հունիսի 7-ի ընտրությունները ներկայանալ այս ձևաչափով ազգային ժողովի նիստերին, որպեսզի հնարավորություն չտան կռուտիտի ու դեմագոգիայի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանին ինքնադրսևորվել ազգային ժողովի ամբիոնից եւ անվճար PR-ի առիթ ստեղծել, ուստի ՔՊ-ն կրկին մեն-մենակ է մնացել։ Փաստորաթերթը գրում է, որ անվտանգությունը հաշվարկ դաշնակից եւ ուժ է։ Երևանի եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ այդ թվում Ալիևի հայտարարությունները ըստ թերթի ցույց տվեցին, որ Հայաստանը այլևս անվտանգային երաշխավոր չունի։ Թերթը պնդում է, թե Արևմուտքը նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, մինչդեռ Փաշինյանը հետևողականորեն կատարում է իրեն տրված առաջադրանքը շատ քաղաքագետների գնահատմամբ առանց Ռուսաստանի թուրք-ադրբեջանական տանդեմը կուլ կտա Հայաստանին։ Հրապարակ թերթը գրում է, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե 1 ամիս է նիստեր չի գումարել։ Ըստ Արդարադատության նախարարության վերջին նիստը տեղի ունեցել ապրիլի 1-ին նախարար Սրփուի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաև սահմանադրության ընդունման կարգի փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը, թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունում սահմանադրության տեքստը չեն քննարկել եւ անգամ չեն տեսել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Կարեն Բրուտյանը պաշտպանության նախարարության փոխնախարարը 2021 թվականի օգոստոսի 13-ից 2024 թվականի հայտարարագրով ունի 3 անշարժ գույք, անհատական տուն Փյունիկում, բնակարանի 1.3 մասը Քանաքերզեյթունում, շինություն 1.2 մասը ջրվեժում տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, ավանդները 55 միլիոն 412 հազար 649 դրամ, հաշիվներ 8 միլիոն 692 հազար դրամ եւ 868 եվրո, կանխիկ 40 հազար եվրո եւ 30 հազար դոլար, փոխառություններ 50 միլիոն 981 հազար եւ 35 միլիոն դրամ, երրորդ անձի միջոցով 4 միլիոն 400 հազար դրամ, եկամուտ 27 միլիոն 864 միլիոն դրամ, տարվա վերջի պարտավորություններ 53 միլիոն 149 հազար դրամ, մարման վճարումներ 7 միլիոն 940 հազար դրամ։ Հրապարակ թերթը գրում է, ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ Թալինի ՔՊ-ական քաղաքապետ Ավրոս Ափեյանին որոշել են պատժել, քանի որ դա լավ չի ընկալվի ժողովրդի կողմից։ Թերթի տեղեկություններով ՔՊ-ական համայնքապետի դեմ հաղորդմանն ընթացք է տրվել։ Ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, քրվարույթ նախաձեռնում են, թե ոչ, բանն այն է, որ այն ինչում մեղադրում են ընդդիմադիրներին, մի քանի անգամ ավելի վատ եւ ապացուցված փաստով արել է Ավրոս Ափեյանը։ Նա նախընտրական փուլում սոցիալական աջակցության անվան տակ համայնքի բնակիչներին ավելի քան 11 միլիոնի ընտրակաշառք է բաժանել, որի մասին դիտորդական կազմակերպության ահազանգից եւ դատախազությանն ուղարկված հաղորդումից հետո համայնքապետը ցինիկ պարզաբանում է տարածել, թիրախավորելով լրատվամիջոցներին։